Մեղվակուլը եկել է, ես ոնց է մենակ է եկել, գալիս են ես լարին թառում, հետո իմ մեղուներին որսում, շատ աներեսն են, բայց դրա համար չեմ եկել, եկել եմ ձեզ բարի լույս ասեմ, բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, այս եղանակին ինչպես եք ձեզ զգում, մեր մոտ անձրևային անպամած եղանակներ է սկսվել ու նաև ցուրտ է, արդեն զգում ենք աշնանշունչը, շուրջ բոլոր անպամած ու ցուրտ, այսօր տանն եմ, իմ ազատ օրն է և ամբողջ օրը հանգիստ կլինեմ իմ տան գործերը, հանգիստ կկատարեմ, ինչ որտեղ էլ նաև կհանգստանամ և արդեն գնամ տուն, տեսնեմ ինչով եմ զբաղվում, մեղվակուլն էլ փախավ, դե ավելի լավ, հատկապես այս եղանակին շատ են լինում, երևի ուրիշ տեղ են, ես էլ շուտ դուրս եմ գալի, ձայներ եմ հանում և ինձանից արդեն վախենում են, Սիմա ջան, ես ինչ լավ տեղ ես ընտրել, էրնակ քեզ, տաք տեղ ես ընտրել, սիրել հետևորդներ ջան, էստեղ ելակի կոմպոտն ա փաթաթած, Սիման էլ իրա գլխի ճարը տեսել ա, մի քիչ սիրենք Սիմային, հա, այդ կարգի ցուրտ ա, գիտեք որ քիսոները ավելի զգայուն են ու տաք տեղ են փնտրում, Սիմուլյա, մեծացել ես աղջի, ջան ես եկել, պուպուս, մրութիկ, քեզ կարանք շատ սիրենք, դու արդեն կատու ես դարել, լավ որսորդ ես, խելացի ես, ոչ մեկին չես վնասում, խելոք, մազը չի թափվում, լու չկա, շատ մաքուր ա ինքը, պոչն էլ հավաքել ա իրան, Գիտեք չէ, որ փիսոների պոչին սենց խփում ենք, ասում ենք, անուններ ենք տալի ու ասում ենք, օրինակ աղջկա կամ տղայի անուն ենք տալի ու ասում ենք ոնց ա պարում, բայց Սիման ոնց որ թե հավես չունի, Սիմա, ով ա ոնց պարում մի հատ ասա, ցույց տու քո պոչիկով, ով ա ոնց պարում, հավես չունե, Սիմուլյա, ես ինչ էլ երկար ա պոչդ, քո բոյ աղջի, Սիմուլյա, պոչդ քո բոյ ա հասել, մեծացել ես, գուզուզիկ, գլորվեցիր, հա, դե լավ, արի էլ իստեղ տակաց, որ հենց որ քունը տարնես, գնաս էլի որսանես, հա, աչուկները, պոպոպոպո, չուզեցիր, թե ինչ անեմ, հա, գուզուզիկ, Սիրելի հետևորդներ ջան, ցրտին համահուն ճաշ եմ եփում, այս ամանի մեջ եմ քաղելու ու մեծ մկրատն եմ բերել, այս փետի կլեպն էլ սենց դնեմ, որ ստի պետքա չոքին, որ նոր քաղեմ, ստեղ ինքը մի քիչ բարձր տեղ ա, ջան, ես ինչ լավն ա, այս անձրևների վրա ինքը ավելի առույգացավ, մի քանի օր ա չեմ քաղել, համբերել եմ, ասի մի քիչ մեծանա, համել իրա այս հողը պնդվի էլի, քանի որ շատ փափուկ ա, այս դանդուրն ա, ստեղ էլ ունեմ դանդուր, ահա, սիրել հետևորդներ ջան, մի խոսքով, քաղեմ արդեն, մկրատով եմ քաղում, քանի որ ինքը հողը դե թույլ ա դեռ, բայց արդեն լավ, մեծացել ա, էլի խորը ուզում եմ կտրել, ահա, այսենց, ու լրիվ պետքա քաղեմ, սենց, այս կողմը, փոքրերին ձեր չտամ առայժմ, ուզում եմ ավելի մեծերը քաղեմ, հենց որ ցրտերն ընկնի, սենց ամանով կտանեմ, հարմար տեղ կդնեմ, որ երկար ժամանակ օգտագործեմ, այսպես, Այստեղ պետրուշկան ա, պետրուշկա էլ կքաղեմ, այս ծանր չի կարամ ստեղ դնեմ, չի խանգարի, այ, դելետ, պետրուշկա, մաղադանոս,
խաղենք քեզ, թե մի քիչ թողնենք։ Մենակ համեմանենք մեր ճաշին, որ արդեն համարյա թե եփված է։ Այս երևի թողամ։ Համեմը շատ է։ Համեմը խաղեմ։ Տիրություն։ Համեղություն։ Այդ մեղուտող սիրուն թռչնակները ինձ որ դուրս եմ գալի, ինձ տենում են ու այս սահարված ծլկում են։ Աչքներուն վախացրել եմ, ստեղ սամիթ ունեմ, բայց փոքր է, մի քիչ էլ կմնա։ Սենց որ խաղում եմ, չէ, կտրում եմ մկրատով, սիրել է դեորներ ջան, իրա միջուկից էլի ինքը դուրս է գալի։ Այս սենց արմատները օթային է մնացել, չգիտեմ, երբեմն էլ այս ձևը աճում ինքը, ես էլ չեմ ուզացել իրան վնասեմ, այս կանը հերիք է, այս օրվա իմ էփատ ճաշին, ճուտիկներս, հավերս, կերած, գուշտ, առավոտվա իրանց ուտելիք կերել են, թենց գնացինք տուն։ Ոյ, Սիմա ջան, հետ ինչ-քով ես պարկել, հերնակ քեզ, հլա մի հատ էլ ճաշը ստուգեմ, համոզվեմ էլի տենամ հլա իսկականից կանաչին ուզում լցնելու հաղթնա ջան հետ այ, ինքան էփելա, ջուրը ծմակելա, մի քիչ սոչնի, գարան դմակ եմ էփում, սիրել է դեորներ ջան, հիմա տակը իջեցնում ենք, գարան դմակի, հետո արագի մեջ, այդ կականաչին կտրեմ, ես կոմ, ծունել եմ կոտրել արդեն, ես էլ ես կոմ, և կանաչին, հենց այսպես, ընդհանրապես սիրում եմ, որ շատ ենք կանաչի լցնում, հենց այս ճաշի մեջը, լավ սեղմում եմ այս մեջ, հանդրել եմ, մաքրել եմ, լվացել եմ, հետո արդեն սենց կտրում եմ, Սիմա, այ Սիմա, փարիկը տես տակացնում, Սիմա, ուխայ, համով ֆոտո տարածվեց, այսենց, պետք է խանութ գնամ, սիրել է հետևորդներ ջան, քանի որ այդ լույսը, որ բերել էի կարմիրել, պետք է տանեմ փոխեմ, ասի ճաշն էլ էփի, հետո նոր կգնամ, թացիր, սաղմատներիցս կպավ, ասեք որ թենց ալնում էլի, բայց էդ ալավը, ամենահամովն էդ ձերներովն է, պետք է ճաշե փողի ձեռներն էլ մի բան թենց զգացվի, չէ, որ ինքը դի գործ արել, ճաշա էփել, ձուն էլ թե լցրի է, կարան դմակը պատրաստ է, ամեն դեպքում ձեռներս եմ, այս աղը կամ ես կրանը կամնի, որ Սիմա իմա տեսադաշտ է լավ տենակ, այս էլ ձուն հարեմ, Սիմուրյա, ու հենց սենց, այս մեր տատերի էփատ ճաշի նման ճաշա, սիրելի հետևորդներ ջան, աննկարագրելի համովա, արդեն տակ ճաշ ուտելու սեզոնը բացայել էլ, ես չգիտեմ թե աշունքը էլի շոքեր կանի թե չէ, բայց լանախտի սոր սաղսեր մրսում ենք, աղն էլ լցնեմ ու արդեն պատրաստ է, այս անջատեմ, սենց և պատրաստ է, շատ աղի չի սիրում, սենց, շատ արագ, առավ ինքը պյուրեանման, այսենց ճաշ, համողություն, իսկ թե կզարմանակ թե ինչի եմ ձու լցնում, ասեմ, որ ամենագլխավոր պայմանը այս գարանդմակ ճաշի ձուն ու համեմն են,
Շատը այդ պատճառով էլ պետրուշկա չքաղեցի եւ արդեն պատրաստ է։ Ձեռքերս էլ լվամ, վայել եմ ու գնամ խանութներով։ Սիմուլյա քեզ էլ եմ տալու։ Սիմա ջան, եկել ես տաքուկ տեղ ես գտել էլի։ Բարի նույն սիրելի հետևորդներ ջան, հաջորդ օրն եմ ձեզ միանում, քանի որ շատ գործերի մեջ եղա, մի հատ ելակի կոմպոտը բացեմ, տակի շորն էլ հանեմ, գույնը լավ բացվել է, այսօր էլ էստեղ կմնա, հետո հաջորդ օրը նոր տարակներում կդասեմ, շատ սիրուն գույնը եկել է։ Սիմա ջան, ինչ ես գրմանում։ Գիտեք չէ, որ փիսոները, որտեղները տաք հալնում, իրանց լավ են զգում, ինչ-որ տենց յուրահատուկ ձայն են հանում, նշանակում է իրանց տեղը իրանց դուր է գալի, այսեց։ Այսինուլյա ջան, շորը թողանք ես մար, հա, տանում եմ քու տաքուկ անկյունը։ Իմ սիրելի հետևորդուհին, Արգին Ավետյանով ինձ հետևում է Ռուսաստանից, ողջույն Ադինա ջան, հենց ես պահին հիշեցի, որ մի անգամ ինձ ասեցիք, որ ուզում եք Սիմայի համար հատուկ փիսոների համար նախատեսված բան կարել, հենց հիմա հիշեցի, որ դա ինձ առաջարկել էիք, եթե ուշի մեջ չէ, այո, կարելի է, շատ լավ կլինի, Սիմիչկա, քեզ համար, գիտես ինչքան մտածողներ կան, սիրողներ կան, Սիմուլյա ջան, սպասի լավ, էլի քտակուկ անկյունը քեզ կտամ, լավ, եկա որ ես աջյալը կոմպոտների համար է, դե քնի գանձուկ ջան, քնի որ մկներին լավ որսաս, էսա, ցրտերն ունի տուն են լծվելու, այդպես, Արգին Ավետյան ջան, ինչպես եք սիրելիս, մի ընթացք շատ լավ կապի մեջ եղանք, հաղորդակցվում էինք, հիմա վաղուց կամ գրառում չեք թողնում, կամ էլ չգիտեմ, ուզում եմ, որ լավ լինեք, առողջ լինեք ու ձեր գործերը հաջողության մեջ լինի միշտ, և իհարկե բոլորինդ սիրելիներս, ուրեմն 3 գնացի խանութ, այդ լույսը փոխել եմ բերել, միջանցքում եմ դրել, այդ երևի բերում ցույց տամ ամեն դեպքում։ Բերեցի։ Այս սրանք են, ավելի մեծը ու սպիտակը սիրելիներս։ Ընդհանրապես սրանք շատ ուժեղ են լույս անում, ինչ տեսակի լույս էլ դրեցի, այստեղ չլուսավորեց, որպես խոհանոց ու փոքր լույս, դրա համար որոշեցի այս մեծերից վերցնել, էլի 2 հատ եմ վերցրել, Ռոգարանի լույսն էլ ասրանից ու շատերի նտել, ու գիտեք, թե ինչքան պայծառ է լուսավորում, հիմա սա մի կողմ այստեղ, նայեք իմ այրոգրիլը այստեղից վերցրել ու աթոռի վրա եմ դրել առայժմ, այստեղ էլ արդեն ուզում եմ ճուտիկներիս համար կեսօրվա կերը աղամ, միթաս գարի, միթասել սիմինտ, որը խառնելու եմ աղացած ցորենի թեփի հետ, որը պատրաստի ամենուր վաճառում է, այստեղ խոհանոցում այս տիպի լույսներ, սիրելի հետևորդներ ջան, ինչպես սիրում ենք ասել, ռսկախոս ձևով, սա խրուստալնի է, ու գիտեք, նկատած կլինեք, որ պատերի վրա աշխեր է թողնում, մի կողմինը աշխատում էր, մի կողմինը ինչ-որ փչացել էր, քանի որ արդեն 6-7 տարի է միացրած էր, հենց սկզբից, որ ես գնել էի, ահա մոտեցնեմ, շատ էր դուրս եկել իր այս աշխարհային կառուցվածքով, այսպես ասեմ, հա, բայց չմտածեցի, որ լույսուս վեր կթողնի, հետո այդպես էլ թողել էի, դե գիտեք, էլի, որ մի բանը մնում է, հետո վերջապես որ էլ լույս չվարվեց, մյուսը միանում է, բայց նա այդքան էլ օգտակար չի լինում, կարելի ասել համարյա լույս չի անում,
Հիմա որ իմ տեղը լուսավոր է, ուղղակի ցերեկվա լույսն է, վարակույրն էլ հետ եմ քաշել, ասեմ, որ եղանակային ձևի անպամած է, եւ օդը հրաշալի բուրում է, առատ թթվածին է արտադրվում, գիտեք չէ, սիրելիներս, որ երբ որ եղանակը խոնավալում, բույսերը դրանից առույգանում են, ծառերը, անտառը թարմանում է եւ սկսում է ավելի եռանդորեն մեր բոլորիս համար թթվածին արտադրել։ Դրա համար նման եղանակներին օդը յուրահատուկ ձևով մաքուր է լինում։ Դա առատ թթվածնի արկայությունն է։ Հիմա սիրել հետևորդներ ջան, այդ որ երեկ էլ գնացի խանութ, հետո այս լույսը գնեցի եկա, տեր տուն չհասած, գիտեք որ ճուտիկների տեղն էլ էր կիսած սարքելու, այդ գործն էլ եղավ, այդ մարդը որ մյուս անգամ եկել էր օգնել էր, այդ ամեն ինչ ամրացրել էինք, վերևից էլ փակել էինք, հիմա որոշ թերություններ կար, էդ էլ արեցինք ու հիմա գոնե մի ճուտիկ չի կարա այդ մասից դուրս գա, շատ հանգիստ եմ, ահա որ շատ հանգիստ եմ, այո, ահա որ եմ ասում, քանի որ անընդհատ անհանգիստ վիճակների մեջ եմ եղել, ճիշտ անտեղ փակած էին, բայց փոքրերը, որը թևերը չէի խուզել, քանի որ դեպի ցրտերն ենք գնում, հենց այդ փոքրերը թրջում էին ու այն խոշոր անցքերով սետկայի դուրս էին գալի ու չգիտեմ, թե շանուկատվի բաժին են դարել, թե ինչ են եղել, դեռևս չեմ էլ հաշվել, եթե այսօր ստացվի, ուզում եմ հաշվել, տեսնեմ այն քանակը, որ ներս եմ արել, պահպանվում է, թե չէ, մի խոսքով, սենց կա չէ, որ միշտ մենք ասում ենք առաջ տեղը պատրաստենք, ու նոր միայն տվյալ բանը ստեղծենք, բայց իմ մոտ հակառակը եղավ, քանի որ երբեմն էլ բոլորիս մոտ էլ երևի այդպես է ստացվում, առաջին ճուտիկները եղան, հետո նոր կարելի ասել ամենավերջում իրանց ապահով տեղը ստացվեց։ Հիմա նաև այս լույսը, որ պիտի միացնի իմ հարևանի տղան, իրեն եմ սպասում, մինչև իր գալը, որ պիտի ամրացնի, այսքան Սիմինդն ու Գարին աղամ, բայց թե արդեն գիտեք էլի, որ շատ աղմկում իմ աղացը, ես կսկսեմ կադրից դուրս աղալ, հետո դե այստեղ էլ արդեն կտեսնեմ, որ կա արդեն, թե ձայն կտա, թե ոչ, դե արդեն հարևաններ ենք, բայց ամեն դեպքում ամեն մարդ իր կուլտուրան ու շնորհքը պահում է, ձայն են տալիս, դուռն են թակում, հենց այնպես տուն չեն մտնում։ Հիմա այդպես, այդ գործերի մեջ եմ սիրել հետևորդներ ջան, նայ պիտի հասցնեմ գնամ աշխատանքի, այս երկ օրերին իմ վլոգի մեջ մի քիչ պասիվություն եմ նկատել, դե գիտեմ, դուք էլ եք զբաղված, հատկապես որ խաչվերացի տոններ, դրանից հետո մեռելոցեր, թող մեր բոլոր այն մարդկանց, ում որ արդեն մեր կողքին չեն, իրենց ներկայությունը այլևս չենք զգում, լուսահոգի են, թող իրենց բոլորի հոգիները լույսերի մեջ մնան և վերևից իրենց բարությունով մեզ քաղցր աչքով նայեն, մեզ բարի երազներ կան և իրենց հոգիներին խաղաղություն լինի։ Միայն դա եմ համարում պատճառը, որ այս երկուին վլոգները մի քիչ դիտումները պասիվ է եղել, կուզեմ, որ ակտիվ լինեք սիրելիներս, հատկապես իմ մշտական հետևորդները, եթե ակտիվ եք լինում, սիրելիներ ջան, ապա հենց դուք եք իմ ալիքի ակտիվությունը պահում, դրա համար ևս մեկ անգամ խնդրում եմ, որ հենց որ ձեր գործերը ավարտում եք, ինչքան էլ ասենք ուշ լինի, ամեն դեպքում նստեք և դիտեք, որ մեր ալիքը ակտիվ պահենք, գիտեմ, որ ձեր սերն ու հարգանքը ձեռք եմ բերել, նույնիսկ որոշել էի այսօր վլոգ չպատրաստեմ, բայց չկարողացա, քանի որ գիտեմ ինձ սրտատրոփ սպասողներ շատ կան և որոշեցի նորից իմ ժամանակը ես էլ ձեզ հատկացնել։ Հիմա ես սկսեմ իմ ջաղացը աշխատացնել, քանի որ արդեն դեպի կեսօրն ենք գնում, պատրաստեմ, որ կեսօրվա այդ կերնել ջուտիկներիս տամ, որից հետո պիտի գնամ աշխատանքի։ Հարմար եղած դեպքում, երբ որ լույսը կգա այդ տղան կամրացնի,
կադրեր ցույց կտամ իր թույլտվությամբ եւ այդպես էլ երևի վլոգս կավարտեմ այսօր։ Լավ եղեք, առողջ եղեք եւ միշտ լավ գործերի մեջ եղեք, ինչպես որ սիրում եմ միշտ ասել։ Իդեպ ասեմ, որ իմ յուրաքանչյուր մի այդպիսի խոսքը դրական որ ձեզ եմ բվում, կատարվում է, քանի որ բազմիցս անգամ փորձել եմ, ինձ նույնիսկ ասում են, որ Անուշկա ջան, երբ որ դու գալիս ես մեր տուն, մեր գործերը լավ են լինում, երբ որ դու մեզ ինչ-որ մի օրհնական խոսք ես ասում, մեր գործերը լավ են լինում, մի խոսքով իմ ձայնը կարծես թե Աստված լսում է եւ իմ միջոցով իմ դրական էներգիան փոխանցվում է բոլորին։ Այս Սիմինդը հացած, այս էլ Գարին, սիրելի հետևորդներ ջան, լավ հոգնացնում է, երբ որ այդ իմ փոքր այդ ջաղացով աղում եմ, տեղը տեղին հոգնացնում է, կես ժամ ավել տևում եմ, ինչև որ աղում եմ։ Ահա, բայց հիմա դեռ չեմ շաղախում կերը, քանի որ ուզում եմ մի հատ կոֆե խմել, գնացել եմ բաժակս եմ բերել, որ այդ սիրուն բաժակով վայել եմ։ Դուք էլ ձեր կոֆեն եփեք եւ միացեք ինձ, ինչպես միշտ։ Այդպես։ Կոֆեսը լավ էր չանում։ Այս մեծ ամանի մեջ ավելի նենց շուտ է երևում, չէ որ քիչ է, բայց թե ամեն դեպքում այսօր կվերցնեմ։ Նայ, ուզում եմ այն երկար գդալներից վերցնել հատուկ կոֆեի համար, քանի որ արդեն տեղափոխել եմ այստեղ, մեծ գդալն եմ վերցրել, ոչ փոքր։ Դրանք միշտ լինում են տնտեսական խանութներում, նաև հատով են վաճառում։ Տեսնեմ, եթե գինը հարմար լինի, միգուցե 6 հատ վերցնեմ։ Այ, շունչ քաշեմ մի քիչ։ Դե այսքանին էլ արդեն ցորենի աղացած թեփն էլ որ ավելացնեմ, ավելի լավ է ստացվում ու ջուտիկներին լավ առաջ է բերում, բայց ասեմ, որ այս ցրտերին խեղճացան, դեռ այդ հարևանիս տղան չի եկել, երևի դեռ աշխատանքի է, մի խոսքով կոֆես կվայել եմ, կերն էլ արդեն կպատրաստեմ ու կսպասեմ։ Իմ կոֆեն եփեց, սիրելիներս, դուք էլ ձերը եփեք, վայելեք և ձեզ լավ զգացեք։ Հատկապես հենց մռայլ օրերին, որ անպամած է, բոլորս էլ հանգստի կարիք ենք զգում, բնության հանգստությունը մեզ է փոխանցվում և մենք էլ վայել ենք, օգտվելով այդ լավ առիթից։ Այս ցորենի թեփը նախապես իրար եմ խառնում, որ հետո երբ որ ջուրը լցնեմ, արդեն ավելի հեշտ լինի։ Այս Սիմինդը սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ այս վերջի պահերին, որ թուխսի ջուտիկները հանեց, հերթով սատկում են, չգիտեմ, ինչ ցավա, ինչի, դեմը չեմ կարող առնեմ, օրական 4-5 հատ սատկում են, մի քիչ այդ պահով նեղված եմ, բայց թե դե ոչինչ, ուրեմն էդ էլ թենց է, հետո էլի թեփ, հետո Գարին, նույնիսկ այնքան են պակասել, որ այն կծող թուխսին տարել եմ հավանոց, հետո մի 10 հատ ջուտա մնացել է մի թուխսի տակին,
նրանք էլ քիթները կախեն ու չգիտեմ կապրեն թե չէ։ Մի խոսքով վերջի պարտիա թողսը սենց ասեմ հավանաբար այդ ջուտիկները չլինեն։ Ընդհանրապես կենդանիներ պահելիս միշտ էլ նման դեպքեր շատ է հանդիպում, բայց հիմնականում գարնան պահերին ա լինում, ինձ մոտ գարունը չեղավ, աշունը եղավ։ Այս էլ արդեն տաք ջուր եմ բերել ու տաք ջրով եմ այս շաղախելու ու հենց այս պահին ինքան անուշաբույր հոտ ա տարածվում ու փողինձի հոտ ա գալի, նույնիսկ իմ հետևորդուհին Սիրալույս Առաքելյանն էր ինձ գրել, որ իրեն թվաց, թե փողինձ եմ շաղաղում, ես էլ պատասխանեցի, որ այո, ճիշտ եք նկատել, հենց որ ջուրը լցնում եմ փողինձի բույրը տարածվում ա։ Այսպես մի լավ պետք է իրար խառնեմ, այդ տղան դեռ չեկավ և ինձ թվում ա հաջորդ վլոգում արդեն ցույց կտամ իր գալը, իր կատարած աշխատանքը և հիմա արդեն վերջացնեմ վլոգս։ Եվ կթողնեմ, որ մի քիչ ինքը բացվի։ Այս տաք ջրով էլ, որ արդեն սենց շաղախում եմ, ջուտիկներն էլ տաք կուտեն ու լավ կլինեն։